Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Հալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, Թարմուղեղով հաղորդաշարն է եթերում եւ այսօր խոսելու ենք կենսաինֆորմատիկայից։ Մեր հյուրն է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լիլիթ Ներսիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն Լիլիթ, հենց միանգամից խոսենք թե ինչի համար ենք, այսպես ասենք, հավաքվել, ամառային դպրոց եք նախատեսում, գենոմային կենսաինֆորմատիկայի ամառային դպրոց, Omics 25, անվանումը, ովքեր կարող են դիմել, ինչի համար է դպրոցը, երբ է լինելու եւ անցնենք առաջ։ Մեր դպրոցը արդեն 4-րդն է, ամեն տարի կազմակերպում ենք ու նպատակը մարդկանց կենսաինֆորմատիկայի հիմնարար գիտելիքներ տալն է։ Ու դպրոցը նախատեսում ենք կամայական մարդու համար, իրականում անկախ մասնագիտական, բանից։ Այսինքն պարտադիր չի լինեմ կենսաբան, որպեսզի մասնակցեմ։ Իրականում, այս տարի մի փոքր ձևափոխել ենք դպրոցը եւ անցյալ տարիներին կենսաբանության գիտելիքը նույնպես տալիս էինք, այսինքն մարդիկ ծրագրավորում չիմանալով, վիճակագրություն չիմանալով, կենսաբանություն չիմանալով գալիս էին դպրոց, դպրոցը տևում էր 2 ամիս եւ այդ բոլոր գիտելիքները ստանում էին հենց դպրոցում։ Հիմա առաջին ամիսը դպրոցի բաժանել էինք եւ կամուրջ դասընթացներ ենք կազմակերպել այս գարնանը, որոնք արդեն ավարտին են մոտենում, ուստի հենց այս դպրոցի համար իրականում կենսաբանության ծրագրավորման եւ վիճակագրության շատ բազային գիտելիքներ են անհրաժեշտ ու այդ գիտելիքները ստանալու համար ոչ միայն կամուրջ դասընթացներին կարող են մասնակցել ցանկացողները, այլև ունենք on-line նյութեր, որոնցով կարող են իրենք օգտվել ու այդ բացը լրացնել մինչև դպրոցին դիմելու վերջնաժամկետը։ Իսկ տարիքային սահմանափակում կա։ Տարիքային սահմանափակում չունենք, ուղղակի պետքա իրականում դպրոցը ավարտած պետքա լինեն, դա մեր միակ պահանջն է։ Այդ բերում է, էլի, տարիքային ներքին ժամին, բայց ամեն դեպքում մուտքային քննություններ կան, քննությունները նրա համար են, որպեսզի անվճար հնարավորություն ունենան մասնակիցները դպրոցին մասնակցեն, բայց եթե քննությունները չեն կարողանում ստանալ, կարող են նաև վճարովի հիմունքներով մասնակցել։ Գենոմային կենսաինֆորմատիկա հնչումը բավականին վախենալու, անկեղծ ասեմ։ Որ պահին կամ ինչի համար ու մտքով անցավ, որ կարելի է այսպիսի վախենալու անվանման դպրոց հիմնել եւ որն է նպատակը առհասարակ։ Վախենալու բաները իրականում ամենահաճելի բաները վախենալու են, չէ՞, օրինակ մարդիկ գնում են թռնում են պարաշուտով, վախենալու է, բայց հաճելի է, ինձ թվում է կենսաինֆորմատիկան մոտավորապես տենց է, ու իրականում վախենալու չի, ուղղակի վախենալու է հնչում, հատկապես հայերեն երկարեն բառերը։ Կողքնել գենոմ բառը կա միանգամից։ Ես սովորաբար մարդկանց որ հարցնում են ինչով ես զբաղվում, ոչ թե ասում կենսաինֆորմատիկա, այլ ասում են կենսաբան ծրագրավորող եմ։ Տենց միանգամից ավելի հեշտ է դառնում, էլի։ Չգիտեմ, հեշտ է դառնում դες եւ։ Կենսաինֆորմատիկան ինքը ճյուղ է, որտեղ դու համ օգտագործում ես ծրագրավորման ոլորտի քո գիտելիքները, համ կենսաբանության ոլորտի գիտելիքները, որ լուծես շատ հետաքրքիր խնդիրներ գենոմիկայի ոլորտում։ Գենոմային տվյալների վերլուծություն, որի նպատակն է հասկանալ, թե ինչի ենք մենք հիվանդանում, ինչ մոլեկուլային մեխանիզմներ են ընկած մեր հիվանդությունների հիմքում ու մեկ-մեկ նույնիսկ օգտակար մշակումներ անել, օրինակ դիագնոստիկ նոր մոտեցումներ, կամ բուժման նոր մոտեցումներ եւ այլն։ Ու ընդ որում ամենահետաքրքիրն այս ուղղությանն է, որ մարդ կարող է ավելի շատ սիրել ծրագրավորում, մի քիչ ավելի քիչ կենսաբանություն ու մեծ ներդրում ունենալ ոլորտին, կարող է շատ սիրել կենսաբանություն, մի քիչ ավելի քիչ ծրագրավորում ու ելի մեծ ներդրում ունենալ ոլորտին, որովհետև թիմային աշխատանք է եւ բոլոր կողմերից մոտեցող մասնագետները իրենք ընդհանուր թիմի ներսում կարողանում են շատ հզոր բան ստեղծել։ Ես ոնց հասկանում եմ, սա թափ առնող գիտական ուղղություն է, ինչ որ սինթեզված ուղղություն է, որոնք են այս պահին են հիմնական ուղղությունները, որտեղ մենք տեսնում ենք, ինչ որ չգիտեմ, առաջընթաց, հենց կենսաինֆորմատիկայի շնորհիվ։ Իրականում գենոմիկայի ոլորտը վերջին 20 տարիների ընթացքում
աննկարագրելի արագ զարգանում է։ Ուղղակի մեզ այդ զարգացումը այդքան էլ ակնհայտ չի երևում։ Ու զարգացումը սկսվել է մոտ 2007 թվականներից, երբ ստեղծվեց նոր տեխնոլոգիա, որով շատ արագ եւ բավականին էժան հնարավոր էր DNT հաջորդականությունը կարդալ, ընթերցել։ Նույն սկզբում այդքան էժան չէր, մոտ 10 միլիոն էր եւ ավելի, բայց վերջին տարիներին օրինակ այդ նույն 10 միլիոնը դարձել է արդեն $1000 պակաս։ Այսինքն այդ կարգի արագ զարգանում ու որոշ գնահատականներով շուտով 100-ից էլ պակաս կլինի։ Ու բնականաբար երբ տեխնոլոգիան էժանանում է, մարդիկ ավելի շատ են կիրառում եւ մեկը մյուսի հետ կապ ունի, երբ շատ են կիրառում նույնպես գինն իջնում է ու աննկարագրելի մեծ քանակությամբ տվյալներ են գեներացվում։ Ու այդ տվյալները բնականաբար վերլուծել է պետք, որպեսզի հասկանաս իրենք ինչ են նշանակում։ Ու հենց այստեղ էլ կենսաինֆորմատիկայի մասնագետների կարիքն է առաջացել։ Ընդ որում, եթե տենց հիմա խոսենք AI-ի, հա, հարստական բանականության զարգացման դարաշրջան ենք ապրում, հենց այս տարիների ընթացքում է, որ շատ կարևոր է, որպեսզի մասնագետները լինեն հենց միջառարկայական ուղղությունների զարգացման համար շատ կարևոր նախադրյալներ են ստեղծվում, որովհետև եթե դու պարզապես ծրագրավորող ես կամ պարզապես կենսաբան, այդ բավականին սահմանափակ հնարավորություններ է քեզ տալիս, բայց եթե դու կարողանում ես երկու դոմենները միասին կառավարել, սինթեզել եւ օգտվելով արհեստական բանականության բարիքներից շատ արագացնել նոր հայտնագործությունների ընթացքը, այդ քեզ դարձնում է շատ ցանկալի մասնագետ։ Ու կենսաինֆորմատիկայի մասնագետների կարիքը դեռ շատ վաղուց կար։ Երբ 19 թվականին գնահատել են, որ մոտ 50%-ը բաց տեղերի կենսաինֆորմատիկայի չեն լցվում, այսինքն կրթական համակարգերը չեն հասցնում բավարար քանակությամբ մասնագետներ պատրաստել։ Իսկ AI-ի զարգացումը այդ կենսաինֆորմատիկա մասնագիտության մեջից ինֆորմատիկան չի հանի, այսինքն բավարար չի լինի կենսաբան, որը պարզապես կարողանում է AI-ի հետ աշխատել։ Որոշակի գիտելիքներ պետք են, այդտեղ ոչ միայն ծրագրավորման մասն է կարևոր, այլև մաթեմատիկայի ու վիճակագրության, որպեսզի հենց հասկանաս։ Կենսաբանության գիտելիքը ինչով է կարևոր, որովհետև դու պետք է հասկանաս տվյալների բնույթը։ Հասկանաս այդ տվյալները ինչ էքսպերիմենտալ ճանապարհով են առաջացել, որովհետև այդտեղ հենց կարող են լինել բազմաթիվ սխալներ, այդ սխալների հնարավոր տեղերը կարող ես դու հասկանալ, տվյալները կարող են իրարից տարբերվել, որովհետև հիմքում ընկած է ինչ-որ կենսաբանական գործընթաց, ու առանց այդ կենսաբանությունը հասկանալու դու չես կարող պարզապես տվյալներին նայելով, ավանդական, վիճակագրական մեթոդներով դա բանանել, հաշվի առնել։ Դրա համար կենսաբանության գիտելիքը այդ տեսանկյունից է կարևոր։ Իսկ AI ինքը իսկապես օգնում է, որովհետև եթե մարդը կենսաբանությունից է շատ լավ, բայց ծրագրավորման հետ այդքան արագ չի եւ այլն, AI-ը շատ օգնում է, որպեսզի արագ կոդը գրես ու կարողանաս արդեն բուն գործին անցնել։ Կիրառական առումով կենսաինֆորմատիկան ինչպես կարող է ազդել մեր կյանքի վրա։ Կենսաինֆորմատիկան ինքը իրականում գործիք է, որ արագացնում է գենոմիկայի ոլորտում կամայական հայտնագործություն, հա։ Օրինակ գենոմիկան հիմա մի քանի ուղղություններով է մեր կյանքին նպաստում, լավ կյանքին։ Մեկը ճշգրիտ բժշկությունն է, երբ մարդու գենետիկական տվյալների հիման վրա փորձում են հասկանալ, թե որ դեղամիջոցն է, որ պետք է տալ հիվանդին։ Այդ մեր կյանքին չէ, դա տեսականորեն կյանքին, հա։ Մեզ հələ չի հասել, բայց Հայաստան որոշ բաներ հասել են, կամ օրինակ նույն դեղամիջոցը ինչ դոզայով է պետք տալ։ Հա, կախված նրանից, թե դու դեղերը ինչ արագությամբ ես քայքայում, քեզ տարբեր դոզաներով են դեղերը տալիս, որպեսզի այդ կողմնակի էֆեկտները չլինեն։ Մյուսը դիագնոստիկան է, որ մեզ հասել է օրինակ կորոնավիրուսի ժամանակ, երբ շատ արագ ստեղծվեց նախ վիրուսի գենետիկական նյութի հաջորդականությունը կարողացան հասկանալ, շատ արագ ստեղծեցին վակցինաներ եւ դիագնոստիկ տեստեր։
Հիմա նույն այդ դիագնոստիկ տեստերի հիմքում, ստեղծման հիմքում ընկած է եղել նույն կենսաինֆորմատիկական վերլուծությունը, որտեղ էլի գործ ունես գենոմային տվյալների վերլուծության հետ։ Նույն վակցինաների ստեղծման հիմքում էլ, այսինքն գործիքակազմը, որով դու վերլուծում ես տվյալները, էլի կենսաինֆորմատիկական է։ Հիմա օրինակ կան դիագնոստիկ տեստեր, որոնք հիմնված են արյան մեջ ազատ լողացող DNT-ի վրա։ Օրինակը բերեմ Դաունի հիվանդությունը, կա ինվազիվ մեթոդ, որպեսզի հղի կնոջ մոտ հայտնաբերեն սաղմի մոտ Դաունի հիվանդություն արկա է թե չէ, ու այդ ավանդական մեթոդը ինվազիվ է, որոշակի ռիսկերով սաղմի համար, եւ հիմա դա փոխարինում են արդեն մոր արյան վերլուծությամբ, որովհետև բանից պարզում է, որ սաղմի DNT-ն մասամբ նաև ընկնում է մոր արյան հունի մեջ, եւ այդ DNT-ն եթե անջատում ես, ընթերցում ես, այդ տվյալները վերլուծում ես էլի կենսաինֆորմատիկայի մեթոդներով, այդ տվյալների վերլուծության հիման վրա կարող ես ասել Դաունի հիվանդություն արկա է սաղմի մոտ թե չէ։ Այս ուղղությանը ասում են լիկվիդ բիոպսիաներ։ Non-invasive ճանապարհը ու նույն մեթոդաբանությունը օգտագործում են օրինակ քաղցկեղների վաղ հայտնաբերման համար։ Դա ուզում հարցնել, քաղցկեղների բուժման հարցում ինչ է եղնում կենսը, այսինքն ինչով կարող է օգտակար լինել կենսաինֆորմատիկան կամ ինչ որ բանի հասել ենք մենք արդյոք։ Քաղցկեղների բուժման հարցում կենսաինֆորմատիկան ամենաակտիվն է երևի հիմա կիրառվում։ Ինչի համար քաղցկեղների դե նախ եւ առաջ որտեվ կա պահանջարկ, ինձ թվում է։ Պահանջարկը կա, ու հիմա քաղցկեղների ուռուցքների, հա, եթե հյուսվածքն ես ուզում ուսումնասիրել, հասկանում ես, որ շատ տարբեր են, եթե կան քաղցկեղների բազմաթիվ տարատեսակներ։ Չկա օրինակ պարզապես թոքերի քաղցկեղ, հա, կա թոքերի քաղցկեղ, որտեղ կան SSS մուտացիաները, տարբեր պացիենտների խմբեր կան, որոնք տարբեր ձևով են արձագանքում թե դեղամիջոցներին, թե տարբեր թերապիաների տեսակներին, ու օրինակ նույն թոքերի քաղցկեղի դեպքում ստուգում են մուտացիա կա թե չէ որոշակի գենի մեջ, օրինակ KRAS անունով գենի մեջ, որպեսզի հասկանան ավանդական քիմիաթերապիայով գնա պացիենտը, թե կա շատ էֆեկտիվ դեղամիջոց, որը միայն աշխատում է, եթե այնտեղ չկա մուտացիա, հա, ու ոնց են հայտնաբերել այդ մուտացիայի դեպքը հենց գենոմիկայի, այսինքն ուռուցքը սեկվենավորելով, կենսաինֆորմատիկայի մեթոդներով հայտնաբերել են, որ կա ասենց խնդիր, այսինքն այն պացիենտները, որոնց մոտ կա այս մուտացիան, չեն արձագանքում այս դեղամիջոցին։ Ու նմանատիպ հետազոտություններ անդադար արվում են, այսինքն կամայական քաղցկեղի դեպք մանրամասն ուսումնասիրում են թե DNT-ում արկա մուտացիաները, թե այլ մոլեկուլային գործոններ, որպեսզի էլ ավելի լավ տարանջատեն պացիենտների խմբեր։ Օրինակ, մեր ինստիտուտը համագործակցում է մի անգլիական ընկերության հետ, որտեղ փորձում են շատ ավելի ճշգրիտ պացիենտի գենետիկայի հիման վրա հասկանալ, թե որ դեղամիջոցն է պետք տալ պացիենտին, ու մեր ինստիտուտը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, մեքենայական ուսուցում եւ այլ մեթոդներ են կիրառում, որպեսզի ճիշտ բաժանեն մարդկանց խմբերին։ Մի ուրիշ ուղղություն քաղցկեղի զարգացման ոլորտում այդ քաղցկեղի վակցինաներն են։ Անունը վակցինա է, բայց իրենք կանխարգելիչ չեն, հա, պարզապես հասկանալով ուռուցքի գենետիկական իրականում ոչ թե վակցինա, ճիշտ եմ հասկանում։ Իրականում, հա, այսինքն այդ թերապիան հիմնված է նրա վրա, որ տալիս են մարդուն դեղամիջոց, հա, որի շնորհիվ իմունային համակարգը սովորում է բացահայտել ուռուցքային բջիջները եւ շատ արագ իրենց վերացնել։ Ու այն ինչ տալիս են պացիենտին, դա DNT կամ RNT կամ ինչ-որ սպիտակուցային միավոր է, ու որպեսզի հասկանան, թե ինչ հաջորդականության DNT, RNT կամ ինչ կառուցվածքի սպիտակուց պետք է տան, ուսումնասիրում են հենց ուռուցքի կազմը, ուռուցքի գենետիկական կազմը, էլի կենսաինֆորմատիկա, հասկանում են, որ մոլեկուլներն են, որ հենց սպეციფიկ են ուռուցքին եւ չկան մեր օրգանիզմի այլ բջիջներում,
Եվ դա ներարկում են արդեն, որպեսզի մեր իմունային համակարգը սովորի դրանց դեմ պայքարել, որովհետև մեր իմունային համակարգը հաճախ կույր է լինում, հա, ուռուցքը ինքը լավ պաշտպանվում է, եւ իմունային համակարգը չի նկատում, որ այնտեղ ուռուցք կա, եւ չի ձևավորում այն հակամարմինները, որը պետք է այդ ուռուցքը վերացնելու համար։ Եվ այս վակցինաները իրանք օգնում են այդ հարցում։ Օրինակները շատ են, թե քաղցկեղի դեմ գենոմիկան ոնց է հիմա օգնում, բայց բնականաբար հիմքում ընկած են մեծածավալ տվյալների վերլուծությունը, որպեսզի շատ ավելի արագ կարողանանք այս զարգացումն ապահովել։ Ես պետք է խնդրեմ ինձ հետ գաս մի քիչ ֆուտուրիստիկայի, հա, ճանապարհով քայլենք, որտեղ այն ինչ որ դու ասում ես, ավելի շատ նման է ապագայի բժշկությանը, գոնե այն ինչ որ հիմա տեղի ունենում, դրա հիման վրա կարելի է որոշակի բան պրոյեկտել, հա, դեպի ապագա ինչպեսին կլինի բժշկությունը, ինքը հնչում է բավականին թիրախային, բավականին անձնային, ամեն մի մարդ ունենալու է իր լրիվ ուրիշ բովանդակությամբ, այսպես ասենք, անամնեզը, որտեղ իր ամեն ինչը գրված է, բայց նաև հնչում է բավականին թանկ ու ոչ մասսայական է հնչում, գոնե այս պահին իմ ականջին։ Դու ոնց ես տեսնում այ ապագայում բժշկությունը։ Այս ամեն ինչը երևի լինելու ամենաէժան։ Այս պահին օրինակ Հայաստան շատ ավելի դանդաղ են այս գենոմային նորամուծությունները մտնում եւ հաճախ նույն դիագնոստիկ կամ մոնիտորինգի թեստերը մենք անում ենք ավելի ավանդական եղանակներով, օրինակ ՊՇՌ, հա, որը կորոնավիրուսի տեստերը բոլորը գիտեն ՊՇՌ մեթոդներով են բանանում, տարբեր գենետիկական մուտացիաներ հայտնաբերում կամ այլ ավանդական մեթոդներով, որոնք եթե իրար գումարես շատ ավելի թանկ են, քան եթե DNT-ի սեկվենավորում իրականացնեիր։ Ընդ որում գնալով ավելի էժանանալու են եւ օրինակ Անգլիայում նպատակ կա, որպեսզի բոլոր նորածինների գենոմային կազմը հենց ծնված պահից լինի։ Ու դա գնահատում են մոտ $100-ից պակաս, հա, յուրաքանչյուր նորածնի համար, ինչը իր հերթին բերում է շատ ու շատ հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչը առողջապահության համար շատ Հա, երկարաժամկետ ուժեղ ծախսերի կրճատում է, իհարկե։ Ուժեղ ծախսերի կրճատումը։ Եթե սկզբից է թվում, որ շատ գումար պետք է ծախսես sense-նից, բայց եթե դու այդ ինֆրաստրուկտուրան սարքեցիր, երկարաժամկետ մենակ շահում ես։ Ու ի վերջո, երբ մենք խոսում ենք այս մեծածավալ տվյալների վերլուծությունից, իրականում հենց դիագնոստիկ տեստը ինքը մեծածավալ տվյալների վերլուծություն չի ակնկալում։ Դու ամբողջ տվյալները վերլուծում ես գիտական նպատակներով, հետո հայտնագործում ես այն փոքր մասը, որը պետքա, այն մարկերը, հա, որի հիման վրա պետքա դիագնոստիկ տեստ մշակես, եւ այդ մարկերը հայտնաբերելու համար շատ ու շատ էժան տեստեր ես մշակում։ Այսինքն բժշկությունը ինքը, եթե գենոմիկայի վրա հիմնվի, ինքը միայն ավելի ծախսերի կրճատում է ակնկալում, քան թանկ Պարզապես ես պատկերացնում դրա նաև սոցիալական հետևանքներ կարող են ունենալ բավականին տգեղ, հա։ Ինչ օրինակ։ Բոլորիս գեները վերցնում եք, կարդում եք, sense բաներ, հա, կարող են լինել, հիշում եք։ Չնայած բայց դե տենց բաները որպես կանոն տենց բարձրանում են, հետո երբ որ խնդիրը լուծելու հարց է գալիս, այդ խնդիրը կա իրականում, այդ խնդիրը զուտ վակցինաների հետ կապված խնդիրը հիշեցի, հետո է չիպավորումը, հիշում եք, սաղից ուզում են չիպավորեն։ Գատակա ֆիլմը ամենալավ ֆիլմն է, չգիտեմ տեսել ես։ Այդ ֆիլմում պատմում է, որ մի մարդ ուզում է գնա դառնա աստրոնավտ, հա, տիեզերագնաց, բայց ունի ժառանգական ռիսկ ինչ որ սրտանոթային հիվանդության առաջացման։ Ու այդ ֆիլմում արդեն գենետիկան հասել է այն, ինչ գիտեմ, 77 թվի թե հին ֆիլմ է, էլի, բայց բավականին լավ տենց կանխատեսել են։ Գենետիկան արդեն այն մակարդակի է հասել, որ բոլորին անում են գենետիկա, ընդ որում եթե դու քայլում ես քո մաշկից ինչ որ բջիջ ընկնում է, դու արդեն հետ քեզ թողել, որի հիման վրա քեզ կարող են սեկվենավորել, ու բոլորին այդ գենետիկական սկրինինգը անում են, ու եթե դու ունես ինչ որ հիվանդությունների զարգացման ռիսկ, քեզ նույնիսկ չեն էլ
թողնում, որպեսզի դու սկսես քո կրթությունը այդ ուղղությամբ, ել չեմ ասում, գնաս դառնաս տիեզերա գնաց։ Ու այդ ֆիլմում այդ մարդը ամեն ինչ անում է, որպեսզի թաքնվի մի ինվալիդ ինչ-որ ընկեր ա ունենում, ով խնդիրներ չունի ուրիշ գենետիկական, ու անընդհատ իր նմուշներն ա տանում իբր թե իր դնթնա, ու շատ զգուշ, ասենք, չգիտեմ, լողանալուց մաշկ անընդհատ բլոկում ան անում, որ մազերը հանկարծ տեղ չընկնեն, որպեսզի իրան նետես չհայտնաբերեն ու դիսկրիմինացիա չանեն։ Օ, ինչ հետաքրքիր է, հա, անպայման այսօր կնայեմ, հետո Հիմա այդ խնդիրը կա, ասենք նույն արհեստական բանականության ոլորտում էլ ամեն օր այնքան ենք շփվում ChatGPT-ի հետ, որ այնքան տվյալ կա արկա մեր մասին, որ նույնպես դա կարող են օգտագործել մեր դեմ, ու հա, եւ իրավաբանական խնդիր է սա, որպեսզի դիսկրիմինացիան թե գենետիկական, թե այդ տվյալները, որ մենք տրամադրում ենք օրինակ արհեստական բանականությանը, հա, դրա հիմքով դիսկրիմինացիա իրավունք չունենան։ Անթապես պարզվեց, որ ամեն ինչ երկակի է։ Ես հիշում եմ մի անգամ մի քաղաքագետ էր խոսում, կարծեմ այդ բանը Օրուելյան այդ մեծ եղբայրը ձեզ հետևում է, հա, այդ երևույթի մասին ու արդեն վերադառնալով էս արդի սոցցանցերին եւ այլն, ասում է պարզվեց, որ երբ որ մեծ եղբայրը ձեզ հետևում է, դուք էլ ուղիղ եթերով հետևում եք մեծ եղբորը, որպես կանոն, ասես դա երկակի է, որ մոտիկից ենք տեսնում բոլոր քաղաքական գործիչներին, չգիտեմ, եւ այլն, եւ այսինքն ինքը երկակի է ալնում, իսկ թվում է այստեղ բոլոր ուղղություններով է, այսինքն ինչ որ բան եթե քեզ տալիս է նոր հնարավորություններ, նաեւ քեզնից վերցնում է ինչ որ բաներ։ Սա այն դեպքն է։ Մեր ժամանակը ցավոք սրտի շատ լավ գնում ենք, բայց մոտերում է ավարտին, վերջում կենսաինֆորմատիկայի զարգացումը Հայաստանի համար։ Ես հասկանում եմ, որ եթե մարդը կենսաինֆորմատիկայի ինստիտուտ է հիմնադրել, ուրեմն իր համար դա կարևոր է, ինքը տեսնում է ապագա։ Բայց հա, մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, ովքեր թեկուզ առաջի անգամ են լսում, ինչ կարող ենք արդյոք ունենք հնարավորություն ինչ որտեղ զբաղվածնելու այդ միջազգային շարժի մեջ, անցուդարձի մեջ եւ վերջում խնդրում եմ եւս մեկ անգամ օրերը նշենք, թե երբ է լինելու։ Շատ լավ։ Երկու մասի բաժանում, միջև միջազգային անցուդարձին մեծ ներդրում ունենալը, մենք պետքա հնարավորություն ունենանք, ունակություն ունենանք այդ միջազգային անցուդարձից օգտվելու։ Հա, այսինքն այն նոր արարությունը դու նոր ասացիր, ասենք, այդ մեզ չի վերաբերվում։ Ինչի՞ չի վերաբերվում, կարա հանգիստ վերաբերվի այդ բոլոր ժամանակակից մեթոդները, դիագնոստիկայի, պրոգնոստիկայի բուժման, որ կիրառվում են աշխարհում, կարան շատ հանգիստ մտնեն Հայաստան։ Ոստեղ միլիոնանոց դոլարների մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն հասանելի մեթոդների մասին, որոնք պարզապես դանդաղ են Հայաստան մտնում, ինչի, որովհետև քիչ են մասնագետները, ովքեր կարող են Հա, իսկ մարտահրավերները իդեպ մեծ են, որ ասենք նույն ասենք քաղցկեղի եւ այլի թվերը Հայաստանում մեզ այդ օդ ու ջրի պես է, էլի պետք է նման։ Ու շատ գործեր կարող են շատ հեշտ արվել Հայաստանում, օգտվենք էլի այդ բարիքներից, բայց չեն արվում, որովհետև կատաստրոֆիկ քիչ ունենք մասնագետներ։ Ու մեր ինստիտուտի նպատակն է այդ մասնագետներին պատրաստելը, որպեսզի մարդիկ, ովքեր անցնում են մեր դպրոցը, հետազոտական դպրոցը անում են իրենց հետազոտությունները, հետո օրինակ գնում են արտասահման, շարունակելու իրենց կրթությունը կամ գիտական ճանապարհը կամ մնում են Հայաստանում, որպեսզի հետո իրենք գնան եւ մոդեռնիզացնեն մեր օրինակ բժշկության ոլորտը, հա, կամ կենսատեխնոլոգիական ընկերություններ, եթե տնտեսությունից խոսանք։ Կարան լինեն շատ ու շատ կենսատեխնոլոգիական ընկերություններ, որոնք աշխատում են Հայաստանում։ Հատկապես կենսաինֆորմատիկայի մասը կարող է արվել Հայաստանում, որտեղ տենց ենթակառուցվածքի, լաբորատոր ենթակառուցվածքի կարիք շատ չենք ունենում, ու ինչի այդ ընկերությունները այդտեղ չեն բացում իրենց մասնաճյուղերը, կամ ինչի ստարտափներ չեն առաջանում նորից, որովհետև մարդիկ քիչ են։ Հա։ Իսկ եթե մենք ուզում ենք միջազգային անցուդարձին մեր ներդրումն ունենալ, ես անկեղծ կարծում եմ, որ մենք այդ հնարավորությունը ունենք։ Մեզ մոտ գիտությունը ավելի դանդաղ է տեղի ունենում շատ խնդիրների պատճառով, բայց մենք նախ հնարավորություն ունենք այդ արագության վրա ազդելու, այսինքն այնպես անենք, որպեսզի գնալով արագանա։ Ու երկրորդը մենք ունենք թե մտավոր ունակություն, թե միջազգային կապեր ու թե հետաքրքիր տվյալներ հավաքելու
ունակություն Հայաստանից, որպեսզի մեր ուրույն դեր ունենանք գիտական անցուդարձում ու այդ արդեն ունենք մենք ունենք բազմաթիվ տպագրված հոդվածներ, հա, միջազգային գրախոսվող ամսագրերում, որոնք հենց այդ փոքր ներդրումներն են այդ միջազգային գիտության մեջ ու հա ինձ թվում է ինչքան շատ լինեն մասնագետներ, այնքան ավելի լավ կլինի ու մենք ամեն տարի այս համառային դպրոցը անում ենք, ամեն տարի մոտ 20 մասնակից ենք ունենում։ Այս տարի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 24-ը կկազմակերպենք, ու այս ամառային դպրոցները այդ սկիզբն են, հա, մարդիկ գալիս են, մի ամիս իրանք հնարավորություն են ունենում կենսաինֆորմատիկա սովորել 0-ից, ոչ միայն տեսական հիմքը, այլև գործնական, հա, ինչ որ նախագծեր են անում, նախագծերի մեջ են ներառվում ու վերջին մի քանի օր անցկացնում ենք քաղաքից դուրս, մարդիկ իրենց նախագծերը ավարտին են հասցնում, հետո խմբերով ներկայացնում են եւ դրանով ամփոփվում է ամառային դպրոցը ու դրանից հետո սովորաբար ունենում ենք արդեն փորձնակություն որոշ ավարտողներ սկսում են աշխատել մեզ մոտ եւ շարունակում են այդ հետազոտական ճանապարհը ու մայիսի 15-ին առաջին վերջնաժամկետը դիմելու, բայց նաև ունենք երկրորդ վերջնաժամկետ։ Իսկ որտեղ պետք է դիմենք, այսինքն դիցուկ ես լսեցի ուզում եմ դիմել Մենք իհարկե հղում կդնենք հաղորդման տակ, բայց մեզ ռադիոյով էլ լսելու դրա համար մեր կայքի հղումը շատ կարճ է, կարող եմ ասել ABI, հա, Armenian Bioinformatics Institute.am ABI.am, հա։ Այո։ Կայքում արդեն կգտնենք դիմելու ձև։ Հա, կայքում կա training բաժին, training բաժնի մեջ Omics 25, այնտեղ շատ հեշտ կարող են գտնել։ Հիմնական ճանապարհը դա է։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը։ Մենք խոսում ենք գենոմային կենսաինֆորմատիկայի ամառային դպրոցի մասին։ Մինչեւ ամսի 15-ը կարող եք դիմել բոլոր նրանց, ում ընդհանրապես հետաքրքրեց գիտության այս նոր ուղղությունը։ Մեր հյուրն էր Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լիլիթ Ներսիսյանը։ Շնորհակալություն։